Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, զհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողումք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, Զիքոյե արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իգործոց, փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամերիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երորդության, հորը որդիին և սուրբ հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու փարավոր, երկրորդ կալուստին գնթունինք և գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելներ, այսօր աշխարհը գամած կսկսի հայտնի գերբով բաժնվել երկուքի, Աստուծո գոմը եղողները և Աստուծո թշնամի եղողները, սադանային գոմ եղողները։ Անշուշտ ասիկա Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ կալուստով հստակ կերպով բաժնվեցավ եւ Հիսուս ասավ. ով որ մեզի հետ չէ, մեզի հագարակ է, ով որ մեզի հետ է, մեզի հագարակ չէ։ Մարդ չի կրնար սիրելներ երկու դերերու ծառայել։ Ասիկա հստակ իմանանք։ Կամ դիրոջ կծառայենք, կամ դերը կբաշխենք, եւ կամ եթե մեկը ասե որ ես ոչ Աստված կբաշխեմ եւ ոչ սատանան, ինքնաբերաբար արդեն ինգած կլա որու պաշտամունքի մեջ սատանային, որովհետեւ չկա սիրելներ չեզոք կեդինը, չկա չեզոք վայրը, որ մեկը ասե որ ես ոչ Աստված կբաշխեմ, ոչ ալ սատանան կբաշխեմ։ Եվ որ Աստված չես բաշխեր, ուրեմն սատանային գոմն ես։ Ասիկա հստակ է, որովհետեւ եթե լույսին գոմը չես, ապա ինչի մեջն ես։ Խավարի մեջը, չկա ուրիշ դերմը, միջանկյալ դերմը չկա։ Եվ դիրոջ երկրորդ կալուստը պիտի սիրելներ վերջնական օրեն բաժանումը կատարե։ Որովհետև դերը ըսավ իր երկրորդ կալուստին, բոլոր անոնք որոնք հավատարիմ մնացած կլան իրեն, երկնքի առկայությունը պիտի ժառանգեն։ Իսկ բոլոր անոնք որոնք դժբախտաբար մերժած են զինք եւ անզիղջ, այս առանց զղջալու կյանք ապրած են մինչև վերջ, անոնք դժբախտաբար հավիտենական թադաբարդության պիտի արժանան։ Եվ ասիկա ցավալի է սիրելներ։ Ասիկա ցավալի է բոլորին համար։ Ցավալի պետք է լա մեր ընտանիքի անդամներուն համար։ Անոր համար մի լուր գեցեք ծնողներ։ Մի լուր գեցեք զավակներ։ Ձեր ընտանիքի մեջ լույս եւ աղ եղեք, քանի թեր ուշ չէ։ Որովհետեւ դժբախտաբար մարդիկ մինչև վերջ կսպասեն ինչ բանի համար։ Արդարացում պիտի չունենա մեկը ասելու համար, որ ես Աստուծո խոսքը չեմ լսած, Աստուծո մասին չեմ լսած, Աստծո ճշմարտության մասին չեմ լսած, որովհետև այսօր այդ մասին պիտի սերդենք, որովհետև ամեն մարդ սիրելիներ Աստուծո մասին լսած է, ամեն մարդ։ Եվ եթե դու քաշվիկ որպես ծնող ասելու համար, որ ինչ խոսիմ զավակիս հետ, այդ ժամանակ սիրելիներ ցավի սիրտ, եթե դուք նույնիսկ փրկվիք, ձեր զավակը պիտի չփրկվի, եւ ճիշտ հակառակն ալ, եթե ծնողը չէ լսած կամ չէ ուզած ընդառաջել, ինչ օգուտ պիտի ունենա սիրելներ, մեկը ցավալի է, բայց այս դեպքը մտածավ, երբ որ ընտանիքը կգանչե գրոնավորին գսե որ մեր հայրը մահամերձ է, եթե մերնին է զինք կտաղեք, գարցնեն, գրոնավորը գսե մգրտված է, գսեմ ոչ, գսեմ դժբախտաբար, եթե մգրտված չէ, թաղում չեն կատարեր։
Ընտանիքի անդամները, ասիկա լուրջ ունեիք։ Հետևը, եթե մեկը մգրդված չէ, քրիստոնյա չէ, քրիստոնեական թաղում չի կատարվի։ Եկեղեցական գարկ չի կատարվի, բացարձակ։ Եվ եթե հանգարց ծեր մեջը մարդիկ կան, ծեր ընտանիքի մեջ մարդիկ կան, որոնք սիրելներ չեն մգրդված, թող մգրդվին։ Մգրդությունը բար քեֆ ուդել խմել չէ։ Մգրդությունը Քրիստոսի որդեկիր զավակ դառնալ է, Աստծո որդեկիր զավակ դառնալ է, Քրիստոսի ժառանգորդ դառնալ է։ Հետևաբար գրոնավորը գսե որ եթե չէ մգրդված, ուրեմն չի գրնար թաղվիլ։ Ծնողը ինչ գսեն որ լավ գխնդրեն քեզ մե որ քաս եւ մգրդես անպայմանորեն, որբեսի կոնե մերնելեն վերջ թաղվի։ Ուրեմն բարձրապես կուզեն մգրդել այդ մարդը, որբեսի մերածադենը թաղվի։ Այսինքն այդ մարդը անկիդագից, այդ մարդը մինչ այդ իր ամբողջ կյանքի ընթացքին անհավատ եղած է, չի հավատացած Աստուծո։ Չէ ուզած մգրդվել, ոչ թե չէ լսած, ոչ թե չէ կիծած, այլ չէ ուզած մգրդվել։ Եդեսեք սիրելներ ցավալին ինչ է, որ մարդ մինչև կյանքին վերջը, երբ Աստուծո մասին գլսե, բայց դակավին իր սիրտը գարձր կբայե։ Եվ չեմ խոսիր անոնց մասին, որոնք ոչ միայն մգրդված են, այլ երբ որ հերացած են Աստուծմե, որ ավելի վատ է, քան այն, որ երբեք չէ ջանցած Աստված։ Եվ անոնք սիրելներ ոչ միայն հերացած են Աստուծմե այդ մգրդված մարդիկը, այլ ընդհակառակը նույնիսկ ավելին, նույնիսկ անոնք սիրելներ ծաղրանքով կմոտենան հավատացյալներուն հանդեպ։ 97-րդ այս սաղմոսը, որ հիմա պիտի ընթերցենք, գոչ մնե հավատացյալներուն ասելու համար, որ ծնծացեք, ով հավատացյալներ, ծնծա ով աշխարհ, որովհետև թագավորը ահա գուքա։ Եվ պիտի տեսնենք, թե ինչ պիտի լա անոնց վիճակը, որոնք Աստուծո գավադան եւ ինչ պիտի լա անոնց վիճակը, որոնք զաստված կմերժեն։ Այսօրվան մեր սերդողության հետ գաբ ունի, ինչպես գիտեք, ամեն անգամ ընթերցումները գնդրեմ օրվան նյութին բացադրելիք մեկնաբանած նյութից համաձայն, հետևաբար եկեք ընթերցենք եւ մեր մտքի մեջը ունենանք սիրելիներ ընդհանուր գերբով, թե ինչի մասին է այս սաղմոսը, որովհետեւ երբ որ այսօրվան բացադրության անցնիմ, ավելի լավ հասկանանք։ Գարտանք միասին Սաղմոս 97-ը, ծնծա աշխարհ դերը գտակավոր է։ Բարձրացай միասին։ Դերը գտակավոր է, ծնծա աշխարհ, ուրախացեք թուք գղզիներ, թանցր ամբով բարուրված է ան, բայց իր իշխանությունը հաստատված է արդարության եւ իրավունքի վրա։ Իր արջևեն իր գրագն է որ գերտա եւ գայրե իր շուրջ գտնվող հագարագործները։ Իր փայլակները աշխարհը գլուսավորեն, իսկ երգիրը գտեսնե ու գսարսի։ Լերները մոմի նման գահալին դիրոջ դիմաց, որ դերն է ամբողջ աշխարհին։ Երգինքը անոր արդարությունը գբատմե, եւ բոլոր ժողովուրդները անոր փառքը գտեսնեն։ Ամոթով պիտի մնան անոնք, որ գուրկ կպաշտեն, ոչնչություն եղող գուրքերով կբարձենան, որովհետև այդ աստվածներն ալ երգրբակելով դերը կպաշտեն։ Սիոնը լսեց եւ ուրախացավ, եւ Ուտայի քաղաքները ծնծացին, դեսնելով կուտադաստաններդ ով դեր, որովհետև թուն ով դեր, քերակույն դերն ես համայն աշխարհի, անչափորեն բարձր բոլոր աստվածներեն, թուք ով դերը սիրողներ, ադեցեք չարությունը, դերը գբահե անոնք, որոնք իրեն հավատարիմ են, զանոնք գազադե ամփարիշներու ցերկեն, լույս կձակեցնե արտարներուն վրա, ուրախություն գուտա անոնց, որոնք սրտով ուղիղ են, ուրախ եղեք դիրոջմով, ով արտարներ, եւ գոհություն հայտնեցեք, հիշելով անոր սրբությունը, ամեն։ Այո սիրելներ, ադեցեք չարությունը, ոչ թե ադեցեք մեղավորը, այլ ադեցեք չարությունը, ադեցեք մեղքը, սիրեցեք մեղավորը, ադեցեք ադելությունը, չարությունը, սիրեցեք մեղքի մեջ գտնվողը եւ լույս եղեք անոնց, որբեսի դիրոջ վերադառնան։ Քանի որ այս սաղմոսը գավարդիցելով գոհություն հայտնեցեք, ով արտարներ դիրոջ, եկեք մենք ալ քանի մը գոհության երգեր երգենք, երգ փառապանության, մենք փառք ենք տալիս քեզ։
Փառքենք մենք դալիս քեզ կոհանում ենք բարձրացնում ենք մեր ցերեկերը մեծարում ենք քեզ Աստված փառքենք մենք դալիս քեզ կոհանում ենք բարձրացնում ենք մեր ցերեկերը մեծարում ենք քեզ Աստված ինչ մեծ ես դու հրաշքներ ես կատարում չկա մեկը քեզ նման ով Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներ ես կատարում չկա մեկը քեզ նման ով Հիսուս ամբողջ այս աշխարհում փառքենք մենք դալիս քեզ կոհանում ենք բարձրացնում ենք մեր սրտերը ու բաշխում ենք քեզ Աստված փառքենք մենք դալիս քեզ կոհանում ենք բարձրացնում ենք մեր սրտերը ու բաշխում ենք քեզ Աստված ինչ մեծ ես դու մեր կյանքերն ես նորոգում չկա մեկը քեզ նման ով Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու մեր կյանքերն ես նորոգում չկա մեկը քեզ նման ով Հիսուս ամբողջ այս աշխարհում ամբողջ այս աշխարհում այս ամբողջ աշխարհին ամբողջ եզերքի մեջ Հիսուսի նման մեկը գա մեկը չկա սիրելիներ գիտեք զարմանալին ուր է իսլամներուն համար ամենեն գադարյալ մարդը ով է Մուհամմադը գնկատվի ամենեն գադարյալ եւ ամենեն օրինագելի մարդը այս ոճրակորձը որ հազարավոր մարդիկ սպանած է այս ոճրակորձը որ 11 գին արած է բացի աղախիները այս ոճրակորձը որ դժբախտաբար սիրելներ 6 տարեկանի հետ ամուսնացավ Այշային հետ 6 տարեկանին ամուսնացավ եւ 9 տարեկանին սերական հարաբերություն ունեցավ իր հետը երևակայեցեք այս մարդը գնկատվի իսլամներուն ամենեն օրինագելի եւ ամենեն գադարյալ հավատացյալ աստվածավախ մարդը եւ ասոր է որ գեհդեվին դժբախտաբար այս ասոր է որ գեհդեվին երևակայեցեք սատանան ինչպես կխապե սիրելներ մարդկությունը եւ Երբ որ մեկը Քրիստոսի սրբության, Քրիստոսի Աստծո որդին օրինագելի կյանքի մասին խոսի իսլամական երկիրներու մեջ, անմիջապես կսպանվի։ Որովհետև սիրելներ խավարը չի սիրել լույսը, չէ՞։ Դեր Հիսուս ինչ ասավ Հովանու Ավետարանի 3-րդ գլխու 19-ին 21 համարներու մեջ։ Կարդանք Հիսուսի սուրբ խոսքերը։ Տեսեք Հիսուս ասավ հստակ կերպով Թադաբարդությունը այս է, լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին, որովհետև չարություն կգործեին։ Ով որ չար գործ կգադարե, գադե լույսը, եւ լույսին չի կար, որբեսի իր գործերը չհայտնվին։ Սակայն ով որ կգադարե ինչ որ ճշմարիտ է, լույսին գուքա, որբեսի հայտնի է լա, թե իր գործերը Աստուծո գամքին համաձայն գործված է։ Ահա սիրելիներ, լույսը Հիսուս Քրիստոսն է։ Մուհամմադը եւ իրեն նմանները սուտ ուսուցիչները խավար են, բայց մարդիկ խավարը ավելի կսիրեն, քան լույսը։ Բայց
Սիրելիներ, կարևորը որ մենք ինչ ըլլանք այս կյանքի մեջ, լույս ըլլանք։ Դեսեք, սրդի ցավով գուզեմ ասել, որ Ամերիկայի մեջ սեպտեմբեր 10-ին, քանի օրեր առաջ, ամենք տալ լսեցիք դժբախտաբար, շատ օրտնյալ, ազնիվ, շատ փանիմաց, աստվածավախ, բահբանողական անձը Չարլի Քըրքը դժբախտաբար սպանվեցավ այն ժամանակ, երբ հազարավոր երիտասարդներու թիմած Աստուծո մասին գխոսեր եւ սրբությունը, փարոյականությունը, քրիստոնեական փարոյականությունը կպաշտպաներ։ Իրեն զենքով, թիպուգահար զենքով, սնայպերով հարվածեցին եւ գողորտեն սպանեցին 31 տարեկան երկու զավակիներ, օրտնյալ ընտանիք, որովհետեւ ամեն տեղ ուր որ գերտար, սիրելներ ճշմարտությունը գդարածեր։ Այս Չարլի Քըրքը լույս էր Ամերիկայի մեջ, իսկական լույս։ Ամերիկան այդպիսի փանիմաց երիտասարդ չէ ունեցած։ Ասիկա առաջինն է Ամերիկայի կյանքի մեջ, որ սիրելներ ամբողջ համալսարանական երիտասարդները Քրիստոսի է որ գտարցներ։ Ինք ոչ կրոնավոր էր, ոչ քարոզիչ էր, ոչ մեկ բան, ինք բահբանողական motivation խոսող էր եւ նաեւ ճշմարտությունը խոսող էր։ Թե մեր ամեն տեսակ անարտարությանց, թե մեր վիժումին, թե մեր սիրելիներ միասերականության, իսլամներուն, թե մեր այս բոլոր բղձություններուն եւ գուզեր որ Ամերիկան վերահաստատվի իդ քրիստոնեական արժեքներու եւ հավատքի վրա։ Զինք սպանեցին, ինչու՞, որովհետեւ սիրելիներ լույս էր ինքը։ Բայց խավարասեր մարդիկը զինք սպանեցին։ Եվ այո, ցավի սիրտ ինք գնաց այս աշխարհեն, բայց իր վայրը, իր կացած վայրը հստակ է։ Ինքը դիրոջ քով գնաց, դիրոջ ներգայությամբ պիտի ապրի հավիդյան դիրոջ երկրորդ գալուստին։ Բայց այս կյանքի մեջ այս նույն խավարը թեր պիտի շարունակվի։ Ամենայն սիրելիներ, Աստված երկնքի արքայության արժանացնե անոր հոգին եւ իր օրտնյալ գնոջ ու զավակներուն մխիթարություն, իր ծնողներուն մխիթարություն շնորհե եւ Քրիստոսի լույսը դարածողներուն թիվը դերը աճեցնե ու շացնե։ Որովհետեւ եկեղեցին միշտալ բացության ընթացքին նահատակներու արյունով որոքված է եւ նահատակներու արյունով զորացած է։ Որքան նահատակ եղած է քրիստոնեական եկեղեցվո մեջ, այնքան արտնություն եղած է։ Որքան նահատակներու արյուն թափված է, այնքան հավատացյալներ աճած ու ծաղկած են։ Եվ իսկապես քրքի մահով սիրելիներ աներևակայելի թիվով երիտասարդներ արթնցան իրենց քունեն, իրենց տմպիրեն եւ Աստուծո սկսան դառնալ։ Տեսեք նույնիսկ Աստուծո ծառայող հավատացյալ ճշմարիտ մարդուն մահն անգամ արդյունք կուտա հավատքի կյանքին մեջ է։ Եկեք երգենք փառապանություն երգը։ Ու սրդիս անհուն թևերով խնդուն Աստված իմ հոգվով քեզ պարապանեմ մտքիս տրիչկով երազով սիրուն Աստված իմ սրտով քեզ պարապանեմ ու քո փրկարար քո սրտի ցայնով կյանքիս ըմտածքը ես քեզ նվիրեմ ու քո փրկարար քո սրտի ցայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու դգարության մեջ իմ այս խեղճոք վշտերով սանգամ քեզ պարապանեմ եւ իմ հույսերի լույսերով ջախրուն Աստված իմ հոգվով քեզ պարապանեմ ու քո փրկարար քո սրտի ցայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո փրկարար քո սրտի ցայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ Դու լույսս հավետ, դու կյանքի աղբյուր, քո խաղաղությամբ ես քո դեմ ընթվեմ, օ դու փրկարար, հովիվ ինձ գտնող,
քո կավազանով ես մխիթարվեմ ու քո փրկարարը քո սրտի ցայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո փրկարարը քո սրտի ցայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ։ Ինչ որ խոսեցած սիրելիներ Չարլի Քըրքին մասին, իր ընթացքը կյանքին Աստծո նվիրած էր։ Եվ սիրելիներ, ինքը լույսերու մեջ է, գավադամ, ինքը սուրբերու գողքին պիտի լա միշտ։ Գիտեք, իր մահը սիվոր թշպախտ էր, այո, հավատացյալներուն համար, բայց հավատացյալներու հսկա փանակը պիտի աճեցնե եւ զորացնե, իրենց հավատքի մեջ յետ պիտի հաստատե, անոնք որոնք թերահավատ էին, գասկածի մեջ էին, պիտի սիրելիներ իրենց այս քունեն արթնան եւ վերստին իրենց հավատքի մեջ մնան, բայց քանի որ խոսեցա թե ինչպես խավար մարդիկ, սատանա մարդիկ չեն սիրել լույսը, երբ որ Չարլի Քըրքը մեռավ, իսլամներ գիտեք ինչ հայտարարություն անեցին, ըսին գշնորհավորենք մեր հավատացյալ եղբայրները, խոսքը իսլամ եղբայրներու մասին է, որովհետև Ալլահը իր թադը լուծեց եւ վրեժը արավ Քըրքեն, որ այս կամ մեզի թեմ գխոսեր։ Տեսեք սիրելիներ, որքան ադելություն կա իսլամության մեջ հանդեպ քրիստոնյա քարոզիչներուն։ Եվ իսկապես աղոթեցեք քրիստոնյա քարոզիչներուն համար, իսկապես աղոթեցեք, որովհետև ինտերնետի մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք սիրելիներ իսլամության բղծությունը կմերգացնեն ուղագի։ Աստված զիրենք թող բահե բահբանե եւ անվախորեն կքարոզեն, անվախորեն սիրելիներ։ Աստված զիրենք թող բահե իր ցերկը վրանի տնե, ես կավադամ, որ անշուշտ ամեն մեկ իր կյանքի մեջ իր առաքելություն ունի։ Աստված քրքին առաքելությունը գադարած ցեբեց եւ զինք դուն կանչեց։ Բայց Աստված իսկապես թող բահե մնացյալները, որբեսի իրենց շրջապատին մեջ լույս եւ աղլան եւ հավատացյալները Քրիստոսի առաջնորդեն ու նաև անհավատներուն լույս դառնան, որբեսի անոնք ճշմարիտ լույսը տեսնեն, հերանան այս բղծություններեն, այս իսլամական եւ տեսակ գրաբաշտական գրոներեն եւ Քրիստոսի լույսին դառնալով հավիտենական կյանքին արժանի լան։ Որովհետև սիրելիներ, տեսեք, մեր եւ իսլամներուն տարբերությունը այն է։ Իսլամը երբ որ մզգիթեն դուրս գելե, այնքան իր խախամը, այնքան իր մոլան իրենց brainwash ըրած գլա, ադելությամբ լեցուցած գլա, որ երբ որ դուրս ելե գուզե մեգա քրիստոնյայի հանդիպին եւ սպանել։ Իսկ քրիստոնյաները երբ որ եկեղեցվո մեջ են, այնքան քրիստոնյական դաստիարակություն կստանան, որ նույնիսկ թշնամիները սիրել, երբ դուրս գելեն թշնամի կտեսնեն գուզեն սիրել զիրենք։ Այս է տարբերությունը սիրելներ հավատացյալին եւ անհավատին, լույսին եւ խավարին։ Շատ լավ, եկեք մեր այսօրվան վերջին երգը երգենք, փառաբանենք Տիրոջ անունը եւ հոգեվոր հորս գրած ներկայությունը Տեր սիրո վրանն է այս երգը երգենք, փառք տալով մեր երկնավոր հորը եւ ասենք, ալ ճունիմ սարսափ մեղքի ու մահվան, քանզի խաչի տակ կդա աբաստան։ Քրիստոսի խաչին տակ աբաստան գտնենք եւ սիրելներ այդ ժամանակ ոչ մեղքեն կվախնանք, ոչ մահեն կվախնանք։ Երգենք։ Ներգայություն Տեր սիրո վրան է, սերտ ալծածանո զերծիրուն թրոշակ, իսկ խաչտալ բատնեշ հզոր վահան է, հարցագում ինտեմ վադին է դարձակ, փարքեզի ով Տեր գրգին ու գրգին, որ զիսկնեցի արյունով տանքին, ալչունիմ սարսափ մեղքի ու մահվան, քանզի խաչի տակը դա աբաստան, ալչունիմ սարսափ մեղքի ու մահվան, քանզի խաչի տակը դա աբաստան, հորեստում պրագից սրդիս մեջ հանգչած, որ գուդաս մտքիս լուշաջան չուշող, ուղելու կայլեր
ներս դգարու հոգնած ջամփուտ մեջ խաղաղ ու արևաշոր Փարքեզի ով դեր գրգին ու գրգին որ զիսկնեցիր արյունով տանքին Ալչունիմ սարսապ մեղքի ու մահվան Քանզի խաչի դակը բաստամ Ալչունիմ սարսապ մեղքի ու մահվան Քանզի խաչի դակը բաստան Որքան սիրեցի ներգայություն դեր Որ գդանիս իստալար մարմաններ Ծագազար տաշտեր չրարպի վայրեր Ու գյանքիս համար գնես խոստումներ Փարքեզի ով դեր գրգին ու գրգին Որ զիսկնեցիր արյունով տանքին Ալչունիմ սարսա մեղքի ու մահվան Քանզի խաչի դակը բաստամ Ալչունիմ սարսա մեղքի ու մահվան Քանզի խաչի դակը բաստան Ավետարանին հրավեր պատկամով Եվ հաստատ քայլով խանդավար երգով Հավատքի գայձով ու հույսի շողով Ես կյանքը բահեմ սիրո գրագով Փարքեզի ով դեր գրգին ու գրգին Որ զիսկնեցիր արյունով տանքին Ալչունիմ սարսապ մեղքի ու մահվան Քանզի խաչի դակը բաստան Ալչունիմ սարսապ մեղքի ու մահվան Քանզի խաչի դակը բաստան Սիրելներ ոչ մեկ բան են չվախնանք Միայն վախնանք անգե որ գրնա թե մեր հոգին թե մեր մարմինը սպանել Հիսուսը սավ արդեն մի վախնականոց մե որ միայն մարմինը գրնան սպանել Բայց հոգին եւ մարմինը հոգին չեն գրնար սպանել Իսկ ով գրնա մեր հոգինը սպանել Աստված այսինքն հավիտենական դժոխք կրգել Եկեք միասին նախ Փառք տանք Աստծո եւ ասենք Փառք ես Աստված Փառք ես Հաղաքս ամենայնի դեր Փառք ես նորեն Փառք ես Աստված Փառք ես Հաղաքս ամենայնի դեր Փառք ես նորեն Փառք ես Աստված Փառք ես Հաղաքս ամենայնի դեր Փառք ես ամեն ամեն բահու գրկնեցեք ասիկասիրելներ Երբ գարտնակ այս խոսքը փառք տվեք Աստծո Երբ գլվացիք փառք տվեք Աստծո Երբ գործի գերտակ փառք տվեք Աստծո Երբ գուդեք փառք տվեք Աստծո Երբ եկեղեցի ուկա փառք տվեք Աստծո Սիրելիներ հավատացեք որ որքան Աստծո ամեն օր փառք տակ Ձեր թեմքը պիտի բայցարանա Մովսեսին պես պիտի փայլի Նույնիսկ ձեր դրամատրությունները պիտի փոխվին Այլևս այդ առաջվա դխուր վիճակը չէ Երեք հետաքրքրականներ սիրելիներ Ռուսիայեն մեկը հերացայնեց Աներ հորս ուրեմն բարեկամը խոսեցա հետը ինձ ասավ որ ինչպես ես ասավ փառք ես Աստված Ես չանդրադարձա բանիմը ասի որ ամեն փառք ասո ասավ հայր բարտև չանդրադարձա բայց ասիկա քեզ մեզ օրված եմ ասավ Ինչու ասի ինքը որտեվ ասավ ես մինչև այսօր ասավ ոչինչ կսեի ասավ Եվ որ մեկ հարցներ ինչպես ես ոնց ես կսեի ոչինչ բայց ասավ այն օրեն որ ասավ եւ որ քեզ մեզ լսեցի այս մեկը այլևս ով ինչ ասե ինչ վիճակի մեջ լամ գսեմ փառք ես Աստված Ուրեմն փառք ես Աստված
Սիրելիներ, այս ոչինչ բառը ծերպերնեն վերանա։ Նույնիսկ ցավի մեջ ենք, նույնիսկ նեղության մեջ ենք, փառք ես Աստված։ Ճիշտ է։ Ողջունեմ ձեզ բոլորդ սիրելիներ, բոլոր անոնք, որոնք մշտապես ներկայ են, բոլոր անոնք, որոնք այսօր առաջին անգամն է որ գուքան կամ գվերաթարնան, ովքեր առաջին անգամն են այստեղ այսօր։ Բարի եկացեք, ովքեր վերաթարցած են, բարի, Jonathan, բարի եկար, աբրիս, շատ բարի։ Բարի եկացեք բոլորդ, եւ բոլոր անոնք, որոնք համացանցի ջամփով գետևին փյուր ողջույն, Աստուծո փառք եւ գոհություն, որ սիրելներ այս համացանցի ջամփով Աստուծո խոսքը գդարածվի ամենուրեք եւ ուրախ եմ հայտնելու, որ ուրեմն ամենօրյա պատկամներուն եւ սերդողությանց 40 առ 100-ը թիդողներուն, ինձի թիդողներուն, այս կամ այս պատկամները թիդողներուն 40 առ 100-ը Հայաստանեն են, հայրենիքեն են։ Ասեմ մեծ երկիրները ուր որ մեծ թիվով մարդիկ կտիդեն Հայաստան թիվ 1, ապա սիրելիներ երկրորդը Ամերիկա, Կանադա, նաև Ռուսաստան, Լիբանան, Սուրիա, Միջին Արևելք, Հոլանդա, Եվրոպա, Անգլիա, Ֆրանսա մեծ թիվով, Չինաստան, Չինաստան հետաքրքրական է ընտանիքներ կան, որոնք գտիդեն եւ ադիգա ուրախություն եւ աշխարհի դարբեր անկյուններ։ Ավստրալիան, ադիալ մորցը։ Ուր? Կուբա? Բուլղարիա, այո։ Ուրեմն տեսակ, ուրեմն ուրիշ ուրգե ով դուք գիտեք ձեր հարազատներն ուրգե գեդեբին ուրիշ։ Այո, գան, Չինաստան հայգան։ Հիմա նաեւ հայ չինացիներ ալ գնասանք։ Շատ բարի, լավ, թող Աստծո խոսքը տարածվի սիրելներ, դուք ացեր շրջապատի մեջ տարածեցեք, Աստծո խոսքը, գիտեք երբեմն ինչ կբադա, եւ որ գիտեմ ամեն կտալ սիրելներ, ամեն կտալ social media-ին վրան եք, լրատվական միջոցներու վրա եք, եւ որ ջոկ կուկա, եւ որ խնդալիք բան կուկա, շուն ու գադուի բամությունները կուկան, ամենուն կղրկեք առանց հաշիվնելու, որովհետեւ գիտեք որ ամեն ալ գծիծաղին, բայց եւ որ Աստուծո բան կուկա, Հայր Բարտեվի խոսք եկավ, ղրգեմ, չի ղրգեմ, Հայր Բարտևին ղրգեմ, Հայր Բարտևին կղրգեք, սիրելիներ, Աստծո խոսքը դարացեք, նույնիսկ սերեչերուն վրա Աստուծո խոսքեր տրեք, Սուրբ Գիրքեն խոսքեր տրեք, որբեսի Աստուծո խոսքը որքան մարդիկ լսեն, որովհետև հավատքը ինչ են գուքա, հավատքը լսել են գուքա, եւ հավատքը ինչպես կարտնա, ինչ խոսքեր լսել են, Աստուծո խոսքերը, Քրիստոսի խոսքերը, Ավիդարանի խոսքերը, ոչ թե դատարկ խոսքեր։ Շատ բարի։ Անցնենք մեր այսօրվան սերդողության, այսօր մենք պիտի սերդենք սիրելներ, հասած ենք սերդելու, Հայտնություն Հովանու 14-րդ գլխու 6 եւ 7 համարները։ Երկու համար պիտի սերդենք։ Սիրելներ պիտի տեսնենք, թե ինչպես այս հատվածին մեջը, ուրեմն 3 հրեշտակներ երկինք են Յետևի իրարու հաջորդելով պիտի հայտնվին եւ աշխարհի մարդկության պիտի Աստուծո կողմէ պատկան փոխանցեն աստարարություն նաեւ պիտի տան եւ ասիկա դեղի պիտի ունենա սիրելներ ժամանակներու ավարտեն անմիջապես առաջ արդեն բազմիցս խոսած ենք մեծ նեղության մասին որ աշխարհի երեսին պիտի բադահի Հիսուս 24-րդ գլխու մեջ Մատթեոսի գսե այնպիսի մեծ նեղությունը որ աշխարհի սկիզբեն ի վեր չէ բադահած այդպիսի մեծ նեղություն միտիկ այսինքն սիրելներ հիմա խեր ու բարակատ է հիմա սիրելիներ թե շատ լավ վիճակի մեջ ենք այնպիսի մեծ նեղություն որ աշխարհի երեսին դակավին չէ բադահած այդպիսի մեծ նեղության օրեր պիտի կան երբ որ հայտնվի ով ները Հագա Քրիստոսը, Antichrist-ը, այսինքն Քրիստոսի հագարագործը։ Անշուշտ այդ ժամանակաշրջանը Հովանես Արաքյալը գտեսնե երկուքի կբաժնվի։ Առաջին 3.5 տարիները ավելի խաղաղ տարիներ պիտելան, որտեղ ները մինչ այդ ինչ պիտենե։ Ները մինչ այդ սիրելներ ժողովուրդ պիտի շահի։ Դնդեսական աճ պիտի բերե, զանազան տեսակի սիրելներ, խոստումներ պիտի ընե եւ այլն, եւ այդպիսով պիտի քրավե ժողովուրդը,
իսկ եւ այդ ժամանակ սակայն մեջտեղ Աստված պիտի ղրգե իր երկու ինչերը, երկու վգաները, որոնց մասին մենք խոսեցանք Հայտնություն Հովանու 11-րդ գլխի մեջ, սակայն ները պիտի ըսպաննե զանոնք 3.5 տարի յետք, 3.5 տարի միշտ իմացեք, որ գար ժամանակ խորտանշ է, անպայմանորեն 3.5 տարի չէ, ուրեմն գար ժամանակ վերջ պիտի սպաննե այդ երկուքին եւ ները ինքզինք պիտի հայտարարե որպես ինչ, որպես Աստված, որպես սուտ Քրիստոս եւ իրեն օգնական պիտի կա երկրորդ կազանը, որ ով է սուտ մարգարեն, հետեւաբար գրոնական թրույթը պիտի կա եւ պիտի ժողովրդին ասե բաշտեցեք ները եւ պիտի բարդատրվի մարդոց որ բաշտենզինք երկրբակեն անոր իրենց ճակատներուն եւ թևերուն վրա ինչ ստանան ներին գնիկ ունենան որբեսի կարողանան վաճառականություն ունեն արիեվ դուր անել եւ ահա այդ ժամանակ է սիրելներ այդ ժամանակ այդ երկրորդ 3.5 տարվա ընթացքին որ Աստված պիտի երկինքեն ղրգե հրեշտակը Նախ եկեք 6-րդ համարը ընթերցենք միասին։ Հետո երկինքի բարձունքին թրջող ուրիշ հրեշտակ մտեսա, որ հավիտենական ավետիսմ ուներ քարոզելու երկրի վրա բնակող բոլոր ազգերուն ու ցեղերուն, լեզուներուն ու ժողովուրդներուն։ Սիրելիներ, այսօր մենք պիտի սերդենք առաջին հայտնվող հրեշտակին պատկամին մասին։ Եվ որովհետև այս 3 հրեշտակներեն վերջ, նաև ուրիշ 3 հրեշտակներ պիտի երևին, բայց հետո երբ հասնենք սերդելու 16-րդ գլուխը, 7 ուրիշ հրեշտակներ պիտի կան եւ աշխարհի վրա վերջնական Աստուծո փարգության թադաբարդությունները անոթներու պես, ամաններու պես պիտի թափեն աշխարհի վրան, մարդկության գլխուն։ Շատ ահավոր բաներ պիտի պատահին սիրելներ։ Ուրեմն մենք տեսանք թե ինչպես այս գլխու սկիզբը Հովանես Արաքյալ դեսավ դեսիլքի մեջ Կարնուգը գանկնած Սիոն լերան վրա, ճիշտ է։ Եվ իր գողքին գանկնած էին ովքեր 144,000 փրկյալներ։ Եվ բացատրեցի ցեզի, որ այդ 144,000 փրկյալները երախայրիկ են, այսինքն առաջին բդուղն են փրկվածներուն 144,000 պիտի չլա միայն թիվը անոնց, այլ պիտի լա անթիվ, բայց անոնք երախայրիկն են, բդուղն են անոնք, փերքն են, առաջին փերքն են, որոնք Քրիստոսի արյունով փրկված են, որոնք սիրելիներ իրենց կյանքը զոհեցին Քրիստոսի համար, եւ ահա անոնք Կահին թիմաց, Աստուծո կահին թիմաց, հրեշտակներուն թիմաց, 24 երեցներուն թիմաց գանկնած նոր երկերք էին։ Ահա սիրելներ այս դեսիրքը երբ որ դեսավ Հովանես Արաքյալ, անմիջապես դեսիլք մնալ իր թիմաց ուրիշ դեսիլք մփացվեցավ եւ ինչ տեսավ։ Տեսեք ինչ կսե։ Նորեն։ Հետո երկնքին բարձունքին թրջող ուրիշ հրեշտակ մտեսա։ Ուր դեսավ այս հրեշտակը սիրելիներ, երկրի վրա, ոչ, այլ երկնքի բարձունքին։ Երբ որ երկնքի բարձունքին, ուրեմն կնշանակի այս հրեշտակը ուր գեկուքար, երկինքեն, երկինքը որու դեղն է, Աստուծո, ուրեմն այս հրեշտակը գուքար, Աստուծո գողմ է։ Եվ դեսեք գսե գթրջեր, գիշեք երբ որ մենք գսերդենք սիրելներ 8-րդ գլուխը, 10-րդ համարի մեջ 8-րդ գլխուն դեսանք, որ Հովանես Արաքյալ դեսավ արձիվը, որ երկնքի մեջ գջախներ գթրջեր, եւ արձիվը մարդկային ցայնով 3 անգամ ինչ բորած։ Վայ, վայ, վայ։ Եվ այդ վայերը, ամեն մեկ վայերը գխորտանշեին ինչերը, այն 3 մեծ փորձադաբարդությունները, այն 3 փողերը վերջին 5-րդ, 6-րդ եւ 7-րդ փողերը որոնք մարդոց գլխուն վրա պիտի թափեին եւ ահավոր էին այդ փողերը եւ այդ ժամանակ մենք սերդեցինք։ Հիմա այստեղ Հովանես Արաքյալ սիրելներ գտեսնե երկնքին բարձունքին թրջող ուրիշ հրեշտակը, որ նայեցեք շատ հետաքրքրական է։ Գսե, որ հավիտենական ավետիսմը ուներ քարոզելու։ Ինչ կնշանակե հավիտենական ավետիսմը։ Հետաքրքրական է,
այստեղ Զարեսրբազանը եւ ընդհանրապես բոլոր թարգմանությունները ավետիս կթարգմանեն, բայց բնակրին մեջ, հունարեն բնակրին մեջ ավետիս բարին փոխարեն, գիտեք ինչ կա, ավետարան, հավիդենական ավետարան, բայց վերջապես ամենք տալ գիտեք, որ ավետարանը ինչ է, ավետիս է, որ կնշանակե բարի լուր, հետևաբար նույն բառն է, ավետարան կամ ավետիս, նույն բառն է, բայց ես եկեք այստեղ կործածեմ ավետարան բառը, ուրեմն հավիդենական ավետարան մ, շատ հետաքրքրական է սիրելիներ այս մ-ն, կտեսնեք, ոչ թե գսե հավիդենական ավետարանը ըդ որոշիչոթը, այլ գսե հավիդենական ավետարան մ, ուրեմն կնշանակե, որ այս ավետարանը մեր ցերքի ավետարանը գրնա չլալ, այլ ուրիշ ավետարան մնե, բայց ինչ ավետարան մնե, այս ավետարանը սիրելիներ դարբեր չի անշուշտ մեր ունեցած ավետարանեն, մեր ունեցած ավետարանը փրկության ավետարան է, ճիշտ է, Քրիստոսի փրկության ավետարանն է, այս ավետարանը թադաբարդության ավետարան է, թադաբարդության, որ ինչու, որովհետև պիտի տեսնենք սիրելիներ հաջորդ համարի մեջ, որ հրեշտակը երկինքեն պիտի ըսե, որ ով որ չաբաշխարե, բարերը ես է որ գսեմ, բայց ինք ուրիշ ծևով պիտի ասե, բայց ով որ չաբաշխարե, ահա շուտո պիտի հայտնվի ինչը, Աստուծո թադաստանը, ամեն մարդ պիտի գանկնի Աստուծո թադաստանին թիմաց, եւ հետաքրքրականը, որ այստեղ միակ դերն է հայտնության գրքի մեջ, որ Հովանես կգործածե ավետարան բառը, եւ հաջորդ համարի մեջ մենք պիտի տեսնենք բարունակությունը, թե ինչ կար այս ավետարանին մեջ, եւ սիրելիներ, Աստուծո թադաբարդությունը առաջին հայացքով մեզի այնպես կտվի, որ ասոր ավետիսը ուր է, եթե Աստուծո թադաբարդությունն է, ուր է ավետիսը, ուր է բարի լուրը, սիրելիներ հաջող Աստուծո թադաբարդությունը ինչ կնե գիտեք, մարդիկը գարտնցնե հոգևոր թմրութենեն, հոգևոր թմփիրեն, եւ զիրենք սիրելիներ գուղե գսկաստացնե, որ մարդը ցնցվի, արթնա, ըսկաստանա եւ մտածե, որ ինք մեղավոր է, եւ մտածե, որ մեղքին վարձքը մահ է, ինչպես Պողոս Արաքյալ գսե Հռոմայացիս 6:23-ին մեջ, հետեւաբար եթե շարունակե մեղքերու մեջ մնալ, ուստի պիտի թադաբարդվի ինչ ուր հավիդենական մահվամ եւ ահա սիրելիներ ասոր համար այս ավետիսը հավիդենական է, այսինքն հավիդենական ջագադակրի թիմաց կտնե մարդիկը գամ գհավադաս Աստուծո, գամ գզղճաս մեղքերդ, գտարնաս Աստուծո, Քրիստոսի գհավադաս եւ հավիդենական կյանքը գժարանքես եւ գամ գշարունակես մերժել Աստված, գշարունակես մեղքերուտ մեջ մնալ եւ վերջապես գինաս հավիդենական թադաբարդության մեջ։ Եվ երկու բարակայինալ վիճակը ինչ վիճակ է հավիդենական։ Ճիշտ է, որտեղ մեկը թժողքեն գրնա տրախտ երթալ, մեկը տրախտեն գրնա թժողք երթալ։ Ոչ, այդպես ալ սիրելներ մեկը հավիդենական կեհենեն, հավիդենական լիջեն ձձումպի գրագի լիջեն չի գրնար երկնքի արքայություն երթալ եւ ոչ ալ երկնքի արքայությունեն դեպի կեհեն, ինչու, որովհետեւ հավիդենական որոշում է ասիգա, հավիդենական, ջագադակրական։ Նաեւ սիրելիներ, եկեք հիմա ասի որ գրնալալ որ ասիգա ուրիշ ավետարան է, թադաբարդության ավետարան է, բայց եկեք հիմա նկատալ բացատրեմ, որ նույն ավետարանն է, որովհետև վերջապես փրկության ավետարանը մեկ կողմեն ավետարանը սիրելիներ երկսայրի սուր է, ինչ կնշանակի երկսայրի սուր, գիտեք, երկու կողմեն սրված է, այսինքն հավատացյալներուն համար ավետարանը ինչ ավետարան է, փրկության ավետարան է, անհավատներուն համար ավետարանը ինչ ավետարան է, թադաբարդության ավետարան է, հստակ է։ Ուրեմն սիրելիներ ավետարանը երկսայրի սուր է եւ դեսեք դժբախտաբար այսօր շատ անհավատներ
գծաղրեն ավետարանը, ասելու համար, որ այս գիրքը առասպելական գիրք է, խելացի մարդիկ եղած են անցյալին, ինչպես որ Եգիպտոսի փուրքերը սարքող մարդիկը, եւ գրած են այս գիրքը, որովհետեւ այս գիրքով մարդոցի ինչ պատճառեն, վախ պատճառեն եւ իրենց ենթարկեն։ Եվ դժբախտաբար անոնք, որոնք դգար հավատք ունին, մտի գնելով այսպիսի ճագերդի մեջ աշխարհիկ խելացի մարդոց կմտածեն, ուրեմն սուդի այս ավետարանը, ուրեմն իրավ այդպես մարդիկ գրած են, որբեսի խապվինք մենք, ուրեմն Աստված չկա։ Եվ դժբախտաբար սիրելիներ, մարդիկ գդարվին այս խոսքերեն եւ այդպիսով գինան անհավատության մեջ, մեղքի մեջ։ Սակայն սիրելիներ, այս ավետարանը մենք շատ լավ գիտենք, որ Աստուծո հայտնությունն է։ Դեսեք Հռոմայեցիներու նամակին մեջ, Romans 16-րդ գլուխ, 25 եւ 26 համարներու մեջ Բողոս Արաքյալ, դեսեք ինչ կսե, ձեր մոտ գրեցեք Հռոմայեցիս 16-րդ գլուխ, 25 եւ 26 համարներ։ Այդ ավետարանը հայտնությունն է Աստուծո փրկության ծրագիրին։ Ավետարանը հայտնությունն է Աստուծո փրկության ծրագրին։ Հարցում նախցեզի, Աստված երբ ծրագրեց մարդոց փրկել։ Երբ ծրագրեց Հիսուսը աշխարհ ղրգել են վերջ։ Մարդոց մեղանչել են վերջ։ Ոչ, այլ աշխարհը դակավին չստեղծած։ Ճիշտ է։ Լսեցեք հիմա նորեն գշարունակեմ։ Ուրեմն այս ավետարանը հայտնությունն է Աստուծո փրկության ծրագրին, որ անցյալ բոլոր ժամանակներուն ծածուկ մնացած էր։ Այժմ այդ խորհուրդը մարգարեական քրություններով հայտնված մշտնչինավոր Աստուծո հրամանով բոլոր ազգերուն ծանուցվեցավ, բոլոր ազգերուն հայտնվեցավ, որբեսի ինչու համար հայտնվեցավ այս ավետարանը, գսե Արաքյալը, որբեսի ամեն ոք հավատա եւ Քրիստոսի հնազանդի։ Անոր համար այս ավետարանը գրվեցավ, որ ամեն մարդ Քրիստոսի հավատա եւ հնազանդի Աստուծո։ Անոր համար գրվեցավ եւ այս ավետարանը սկիզբեն Աստված ծրագրած էր սիրելներ, որ հայտնեց մարգարեներուն եւ մարգարեները քրի արին։ Ուրեմն այս սուտ մարդոց խոսքերուն ագանջ միդակ երբեք սիրելներ ծեր այս միտքը երկու թելի վրա չխաղա, գասկածի վրա, որ ուրեմն հավատանք այս ասվածներուն։ Ահա ավետարանը հավիտենական փրկության մասին կխոսի։ Հետևաբար ավետարանը ընդունողը, այսինքն Քրիստոսի եւ անոր շնորհած փրկագործության հավատացողը հավիտենական կյանք կունենա։ Իսկ անոր դժբախտաբար գմերժե այդ ժամանակ սիրելիներ բիդի դժողքին արժանի է հավիտենական գորուստին։ Ահա սիրելիներ ինչու համար այստեղ գսե հրեշտակը գսվի որ հրեշտակը հավիտենական ավետարանը բիդի փերավ աշխարհի վրա հավիտենական ավետարանը։ Ես այստեղ սիրելիներ ցեզի մեկ հատ ընթերցեմ իմ հոգևոր հորս խոսքը Զարե Սրբազանին, իմ հոգևոր հայրս Աստված երկնքի արքայության արժանացնե վստահեմ իրեն, ինքը օրտնյալ մեկն է, իր կրությանց մեջ սիրելներ, դեսեք ինչ կխոսի այստեղը, գսե, ավետիս պարը ոչ միայն գբատմե Աստուծո փրկագործությունը եւ գոչ կուղե, որ մարդիկ հրաժարին չարության ընթացքեն եւ կործերեն, այլ միաժամանակ հիշեցումն է Աստուծո այն անսահման համբերության, որ Աստված գծուցապեր է սպասելով մարդոց փրկությունը։ Աստուծո համբերությունն է նաև ավետարանը։ Այս ավետիսը որ հրեշտակը գբեր է։ Հակառակ այն համառ ընդդիմության, որ մարդիկ գծուցապերեն եւ գշարունակեն մնալ իրենց հորի ջամփու մեջ։ Հակառակ անոր որ մարդիկ դեր Աստուծո թեմ գործեն, գհայոյեն, գամ բադվեն, հակառակ այս բոլորին խաչին վրա ավազակներեն մեգուն կիդակցումը այն ավետիսին զինք բրկեց։ Խաչին վրա աչագոմյան ավազակը ավետիսի ցայնը լսեց եւ բրկվեցավ։ Ադոր համար Աստված սիրելներ աշխարհը հիմա մեկ անգամեն չի գործաներ,
Ինչու, որովհետև Աստված համբերող է։ Աստված, ինչպես Պետրոս Արաքյալը գսե, Աստված սիրելիներ համբերություն ցույց կտա, որովհետև չուզեր որ ոյե մեկը գործվի։ Չուզեր որ ոյե մեկը գործվի։ Եղբայրներ եւ քույրեր, գուզենք արքայությունը հիմա կա։ Գուզենք, չէ։ Բայց մեկ հատ մտածենք սիրելներ։ Պատրաստ ենք։ Եվ եթե ասեք որ այո, թե գուզեցեք որ այո, պատրաստ ենք։ Մեկ հատ մտածեցեք ձեր ընտանիքի անդամներու մասին։ Մտածեցեք սիրելներ ձեր զավակներու մասին, ձեր թորներու մասին։ Ձեր հորը, մորը, եղբորը, քրոջը, հարազատի մասին։ Մտածեցեք։ Այնադեմ բիդուզեիք որ հիմա կար արքայությունը, ոչ։ Բիդուզեինք որ ապաշխարեին ամենքը։ Ճիշտ է։ Այս սիրելներ Աստուծո համբերությունը հոս է, որ Աստված կհամբերե, որովհետև իր համբերությունը ոչ թե երկարացկում է, այլ իր համբերությունը սիրելներ փրկության գծարայ է։ Եվ Սրբազանը գսե, այստեղ հավիտենական ավետիսը գուղվի անոնց, որոնք փրկության առումով անհույս վիճակի մեջ կգտնվին։ Բայց Աստուծո համար երբեք անհույս բարակա չկա։ Մենք գրնանք փրկության բոլոր դռները փակ տեսնել, բայց Աստուծո համար մեր փրկությունը դակավին կարելի է։ Աստված հույսի Աստվածն է եւ կսպասե անարագին դարձը։ Աստված հույսի Աստված է եւ կսպասե անարագին դարձը։ Կշարունակեմ սիրելներ։ Հարցում նույն այս համարի մեջ հարցում ցեզի։ Որոնց գուղ է հրեշտակը հավիտենական այս ավետարանը։ Որոնց գուղ է։ Եկեք ամենքս կարդանք։ Երկրի վրա բնակող բոլոր ազգերուն ու ցեղերուն, լեզուներուն ու ժողովուրդներուն։ Շատ բարի։ Ուրեմն այս ավետարանը ուղղված է որոնց համայն մարդկության։ Համայն ամբողջ աշխարհի մարդկության։ Ճիշտ է։ Հավատացյալներուն ուղղված է։ Ոչ, այլ համայն մարդոց համար, ինչու որովհետև Քրիստոս չեկավ բզդիկ խմբակի համար։ Չեկավ բզդիկ խմբակը փրկելու համար, այլ Հիսուս եկավ եւ իր արյունը թափեց որոնց համար։ Համայն մարդկության համար։ Համայն մարդկության համար։ Ինչպես ինձի համար, նույնպես քեզի համար, քեզի համար, նույնպես սիրելներ անհավատին համար, նույնպես միասերականին համար, նույնպես իսլամին համար, նույնպես հրեային համար, նույնիսկ բուդդային համար, նույնիսկ վիժում կատարողին համար, շնացողին համար, բորդիկին համար, ոչրակորձին համար, ամենուն համար, որովհետև ամենքս ալ այդպես էինք նախաբես։ Ամենքս ալ ոչ մեկը մյուսին չգարձե որ ավելի բան ունի։ Եվ ադորամար սիրելիներ, հիմա այս փրկության, այս հավիտենական ավետարանը հրեշտակ է սակայն գուղ է ոչ թե հավատացյալներուն։ Ինչու կսեմ ոչ թե հավատացյալներուն։ Որովհետև հավատացյալները արդեն հավատացած են փրկության ավետարանին, այլ այս ավետարանը ուղղված է որոնց անհավատներուն, որովհետև նայեցեք ինչ կսե երկրի բնակիչներուն։ Մենք գիտենք որ մենք երկրի բնակիչ չենք։ Մենք երկրի մեջ ինչ ենք, բանտուղտ եւ օդարական ենք։ Միշտ սիրեմ ասել ցեզի Բողոս Արաքյալի խոսքն է, մենք ոչ թե երկնակաղակացի ենք, այլ մենք երկնակաղակացի ենք։ Ուրեմն երկրի բնակիչ չենք մենք։ Այո, երկրի վրա գաբրինք, բայց երկրին մաս չենք կազմեր։ Հիսուսի քահանայի ավետական աղոթքը որ ըրավ 17-րդ գլխու մեջ Հովանու ավետարանին իր հորը, ըսավ հայր, չեմ ուզեր որ զիրենք աշխարհեն հերացնես, վերացնես, բայց կուզեմ որ աշխարհեն զանոնք բահես։ Ուրեմն սիրելներ մենք այս երկրի մեջ ենք, բայց այս երկրեն չենք։ Հասկացանք։ Ուրեմն այս երբ որ գսվի մանավանդ հայտնություն Հովանու գրքի մեջ, երբ որ գսվի երկրի բնակիչ, ուրեմն հասկացեք օտոմատիկ երբով որ գխոսվի որոնց մասին անհավատներու մասին, դակավին Քրիստոսը չջանցողներուն մասին։ Եվ սիրելներ ահա հրեշտակը երկինքեն գուկա վերջնագանակույն արիտ Աստուծո գոմե դալու, որբեսի մարդիկ զղջան եւ ետ դառնան։ Եվ սիրելիներ, հետաքրքրական է որ Քրիստոսի երկրորդ կալուստին գաբակցաբար մարդիկ նշաններ կփնտրեն եւ գսեն ինչ են նշանները։ Բادرազներ Հիսուս խոսեցավ չէ բادرազներու մասին ադելություն մարդոց միջև ընտանիքներու միջև
Բայց մի տեսեք որ, բայց հայր բարթև, ամբողջ ժամանակներում մարդկային կյանքի մեջ բادرազներ եղած են, ամբողջ մարդկային կյանքի մեջ մարդիկ իրար ադած են։ Երկու գլխավոր սիրելներ նշաններու մասին ցեզի շատ արագ գես վարգան դերեկություն դամ։ Առաջին Երկրորդ Տիմոթեոսի նամակի մեջ Պողոս առաքյալ գսե որ անօրենության մարմնացում եղող մարդը պիտի կա ները այսինքն եւ պիտի փնագի ուր դաջարին մեջ պիտի բրձե դաջարը եւ ինքզինք Աստված պիտի այդարը դաջարը գոյություն ունի այսօր ոչ Սողոմոնի սարկած դաջարը քանթվեցավ սիրելիներ Եբիփանի գոմե առաջին հերթին Քրիստոսեն առաջ 158 թվականին Երկրորդ անգամ դաջարը կանթվեցավ, վերաշիվեցավ, երկրորդ անգամ կանթվեցավ սիրելներ 70 թվականին 70 թվականին Քրիստոսի հետ մինչև այսօր դաջարը շինված չէ, ուրեմն երբ որ դաջարը սարքվի Երուսաղեմի մեջ, գիտեք որ ուրեմն Քրիստոսի կալուստը մոտ է։ Առաջին նշան։ Երկրորդ նշան, որ այստեղ են, այս նյութը մի դառնեմ։ Հիսուս ինչ ասավ։ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում մեջ, 14-րդ համարի մեջ Հիսուս ասավ, որ արքայության ավետարանը պիտի կարոզվի ամբողջ աշխարհի մեջ իբրև վկայություն բոլոր ժողովուրդներուն եւ ապա պիտի կա վախճանը Աստուծո արքայությունը ամբողջ աշխարհի մեջ պիտի դարածվի սիրելներ եւ ապա արքայությունը պիտի կա Հետաքրքրական բանը դարձյալ այստեղ լավ նայեցեք Ով է ավետարանը կարոզողը Հրեշտակը, բայց մենք գիտենք, որ երկրի վրա քարոզողը ովքեր են։ Առաքյալները քարոզեցին, որտեղ Հիսուս Մատթեոսի ավետարանի մեջ ինչ ասավ 28-րդ գլուխ 19 եւ 20 համարներ կացեք եւ բոլոր ազգերուն, բոլոր ժողովուրդներուն քարոզեցեք։ Ճիշտ է։ Կացեք քարոզեցեք ասա։ Ուրեմն երկրի վրա Մարդոց տրվեցավ այս քարոզելու առաքելությունը Հիսուսի առաքյալներուն, առաքյալները իրենց աշակերտներուն, աշակերտները իրենց սերնատրած վարտաբետներուն, եպիսկոպոսներուն, քահանաներուն եւ այլն, եւ այսօր այդ առաքելությունը, այդ քարոզչությունը գրոնավորներուն գոմե գդարածվի, չէ՞։ Բայց սիրելներ, տեսեք այստեղ ոչ թե մարդու գոմե գքարոզվի, ոչ թե մարդոց գոմե գքարոզվի, ոչ թե գրոնավորներու գոմե գքարոզվի, այլ գքարոզվի Հրեշտակի կողմ է։ Հարցում սիրելիներ գարցնենք մենք մեզի ինչու։ Ոնդեղ ուրիշ հայր բարթև մնալ գա խոսի որ էդս։ Սիրելիներ հարցնենք ինչու։ Ինչու համար հրեշտակը պիտի կա երկինքեն քարոզ է։ Նախ հրեշտակին քալը երկինքեն ասի որ Աստծո կողմ է պիտի կա։ Երկրորդ ասի որ վերջ նագանակույն արիթը պիտի դրվի։ Բայց կարևոր բանը գա սիրելներ որ պետք է իմանանք։ Երբ որ ասի քիչ առաջ որ այս հրեշտակի երկինքեն պիտի կա որ մեծ նեղության ժամանակ երկրորդ գեսին։ Ճիշտ է։ Այսինքն ամենեն թաժան ահավոր ժամանակներուն։ Այդ ժամանակ սիրելներ Սատանան ները Հագա Քրիստոսը այս Աստված Քրիստոսը այնպիսի զորություն, այնպիսի իշխանության դակ պիտի առնի ամբողջ աշխարհը, որ բացարձակ կերպով պիտի արգելվի ինչ Աստուծո խոսքը քարոզել։ Ամբողջ ինչ որ հիմա մենք մեզի համար այսօր համացանցը գոյություն ունի, չէ՞, համացանցի ջամփով ամբողջ աշխարհի մեջ Աստծո խոսքը կդարածվի ինտերնետը, չէ՞, սոցիալ մեդիայով, ամեն տեսակ։ Լադիգա TikTok, լադիգա Facebook, ամեն տեսակ։ Օր պիտի կա սիրելներ այդ բոլոր մեդիան պիտի մակրվի եւ Աստուծո խոսքը ինչ պիտի լա, պիտի դուրս հանվի, ամբողջությամբ դուրս պիտի հանվի սիրելներ։ Եվ այդ ժամանակ սիրելի քույրեր եղբայրներ, այդ մեծ նեղության ժամանակը, երբ որ դժբախտաբար ամեն ինչը վերածվի Աստված դարձյալ սիրելներ վերջին արիթը պիտի դա Առաջին 3.5 տարին պիտի նահատակվին երկու Աստուծո վկաները բայց հետո սիրելիներ երբ որ այդ նահատակվին
հրեշտակը պիտի կա երկինքեն եւ վերջին ապաշխարության գոչը պիտի ուղե բոլոր մարդոց։ Հոգևոր հայրս Զարե Սրբազանը սիրելներ շատ սկանչելի գերբով այս մասին գխոսի։ Տեսեք իր խոսքերը պիտի ընթերցեմ կամ այսպես ամփոփեմ։ Սրբազանը գսես սիրելներ, որ Աստված իր աստարարությունը գուղե։ Եվ այս ավետիսը կամ փրկության այս ավետիսը, որ կամ փրկության հույս է, կամ թադաբարդություն է, հիշեցումն է մեկ կողմեն, որ Աստված արիթ կուտա մարդոց փրկվելու, բայց եթե մարդը մինչև վերջ շարունակե մնալ իր այդ վիճակին մեջ, Սրբազանը գսե, Աստված բարդատրապար պիտի փակե իր ներողամտության եւ համբերության թռները։ Եթե Աստված սիրելներ իր համբերության եւ ներողամտության թռները փակե, այլևս վերջ։ Այլևս այդ ժամանակ ովևէ մեկը չի փրկվիր։ Եվ սիրելիներ, սակայն Աստված ահա արիթ կուտա, վերջին արիթ, որ ավետարանը ինչ ըլլա աշխարհի մեջ դարածվի։ Եվ այդ ժամանակ մեկը պիտի չգրնա ասել, որ ես լուր չունեի, չէի լսած ավետարանի մասին։ Ահա հրեշտակը երկինքեն պիտի խոսի։ Եվ մեկ հատ գարտանքը սկիզբը ինչպես ներողություն հաջորդ ամառի մեջ կբատնեմ ադիկա։ Ուրեմն երկինքեն հրեշտակը պիտի խոսի սիրելներ։ Այստեղ գուզեմ հետաքրքրական մանրամասնությունը ցեզի փոխանցել։ Նայեցեք։ Հովանես Արաքյալ գկրեթե երկինքի բարձունքին թրջող հրեշտակը հավիտենական ավիդիսմ ուներ, որոնց ասինք երկրի, գարտացեք, երկրի վրա փնագող բոլոր ազգերուն։ Գեցեք, բոլոր ազգերուն, բոլոր ժողովուրդներուն, ցեղերուն, լեզուներուն։ Բայց ինձ համար հետաքրքրական է այս բառը երկրի վրա փնագող։ Սիրելներ, երբ որ սերտողությունս կնեմ, նաև հին հունարեն փնակիրը աչքիս դիմաց կունենամ, եւ ամեն մեկ բառը գուսումնասիրեմ դեսնելու համար ինչ կնշանակի այդ բառը։ Եվ այս ուրեմն փնագիլ բառին համար հունարենով քաթեմայի բառը կար, քաթեմայի հունարենով։ Եվ քաթեմայը 3 իմաստներ ունի։ Առաջին իմաստը վերջը բիդսեմ ցեզի։ Երկրորդ իմաստը կնշանակի փնագիլ, ապրիլ, երկրի վրա փնագիլ ապրիլ։ Երրորդ իմաստը քաթեմայի հունարենով կնշանակի հեծնել, օրինակ ցիուն վրա հեծնիլ։ Հեծնիլ քաթեմայի նույն բառը կորցած է։ Բայց առաջին իմաստը քաթեմային գիտեք ինչ է։ Նստիլ։ Ուրեմն հիմա նայեցեք ինչ կսե ասիգա այստեղ։ Երկինքեն եկող հրեշտակը հավիտենական ավետիսմ ուներ քարոզելու երկրի վրա նստող։ Ինչ կնշանակի երկրի վրա նստող, այս երկիրը ինչի խորհրդանիշ է։ Մեղքի։ Ուրեմն երկրի վրա նստած ինչ կնշանակի։ Մեղքերու վրա նստած մարդոց, խավարի մեջ նստած մարդոց։ Ինչպես որ սիրելներ Ղուգասու ավետարանի առաջին գլխու 79-րդ համարի մեջ կգարտանք Զաքարիայի մարգարեության մեջ, որ դերը երբ որ կա խավարի եւ մահվան շուկին դակ մեջ նստող մարդոց ինչ պիտի լար Քրիստոս լույս պիտի լար։ Ահա հիմա հրեշտակ գուկա եւ ավետիս կուտա որոնց խավարի մեղքի մեջ նստած մարդոց, բոլոր մարդոց։ Անոնք, որոնք Քրիստոսի լույսը չունին, անոնք ինչի մեջ նստած են, խավարի մեջ, անոնք մեղքի մեջ նստած են, որովհետև սիրելներ, երբ որ ինչու համար, երբ որ մենք մգրդություն կատարենք, փոքրիկ երեխա լա կամ մեծ ասագը լա, ինչ կույն կհակնի այդ մգրդվողը, սպիտակ, ջերմակ, ինչու, որովհետև գխորհրդանշ է, ոչ միայն մաքրությունը գխորհրդանշ է անոր լուսավորվիլը,
լուսավորվիլը ինչով, որմով, Հիսուս Քրիստոսով, Սուրբ Հոգիով։ Անոր համար ջերմակ սպիտակ կհագցնենք եւ հիշեցեք, երկնքին մեջ արտարները ինչ գույն պիտի հագվին։ Սպիտակ, ջերմակ բարեկոտներ պիտի հագվին։ Անոր համար բادرակիչը եւ որ խորան կբարձրանա, ինչ գույն կհագվի գլխավորապես։ Սպիտակ, ջերմակ։ Որովհետև հոն սրբություն է, հոն Քրիստոսը կներկայացնե, Քրիստոսի լույսը։ Ահա գրեցնեք սիրելիներ, որ որքան խորունկ իմաստներ կան այս բոլորի մեջ եւ Հովհաննես Առաքյալ այս բառը քեթեմայի հadouk կերպով խորհած ծևով գտնի այստեղը եւ ոչ թե ասպես բադահականությամբ։ Անցնիմ հաջորդ համարի բացատրության 7-րդ համար։ Գարտանք միասին նախ։ Անիգա, ով է Անիգան, հրեշտակը, աբրի, բարձրացային գսեր, վախցեք Աստուծմե եւ փառք տվեք անոր, որովհետեւ հասավ ժամանակը, որ Անիգա թադե մարդկությունը, երկրբակեցեք երկինքի, երկրի ձովուն եւ ճուրի աղբյուրներու արարիչին։ Հիմա, սիրելի քույրեր եղբայրներ, հրեշտակը ինչպես խոսեցավ ցած ցայնով։ Ոչ, անցյալ անգամին ցեզի բացատրեցի, որ ով սիրելիներ ցած ցայնով գխոսի, Սատանան է որ մարդոց կուկա պսպսանքով գխոսի, պսպսալով։ Իսկ Աստուծո ցայնը ինչ ցայն է։ Հզոր ցայն է, մենք արտացել ենք 29-րդ Սաղմոսը, Աստուծո հզոր ցայնի մասին գխոսի։ Իսկ այստեղ հրեշտակը ինչպես գխոսի, ոչ թե պսպսալով, տս տելեֆոն չէ որ գխաղա այստեղը, տս ագանչի մեջ բամսե, որ մինչե մարդոց մյուս ծայրը հասնի, ուրիշ բան հասկնան։ Այլ ինչ Բարձրացայն, ինչ կնշանակի բարձրացայն գիտեք։ Վախցեք Աստուծո, փառք տվեք Աստուծո։ Գարաբեդ եղբորցայնին մեզ։ Այս ցայնը սիրելիներ, այս ցայնս ոչինչ ցայն է։ Հիշեցեք սիրելիներ, երբ որ Եբրայեցի ժողովուրդը Սինա լերան շուրջը հավաքվեցավ եւ Աստված պիտի խոսեր, որոդումով, գայծագով, գրագով խոսեցավ, այնպես որ Եբրայեցի ժողովուրդը ինչ եղավ, սարսափեցավ եւ հալեցավ։ Մովսեսի ասին որ մենք կխնդրենք չենք ուզեր Աստուծո ցայնը լսել, դու լսե, դու մեզի փոխանցե։ Աստուծո ցայնը սիրելիներ գադակ չէ։ Հիմա հրեշտակը ինչու բարձրացային գխոսի։ Գիտեք ինչու։ Որովհետեւ այս բատկամը նորեն գրտնենք, որը ուղղված է Երկրի բոլոր բնակիչներուն, բոլոր աշխարհի մարդոց, բոլոր ցեղերուն, բոլոր ազգերուն, բոլոր լեզուներուն եւ հրեշտակը երկինքեն բարձրացային եւ որ գխոսի նպատակը այն է որբեսի ամեն ագանջ լսե Աստուծո ցայնը եւ ովևէ մեկը Աստուծո դիմաց վաղը Թադաստանի դիմաց որ գանկնի չսե որ բա ես լուր չունեի չեմ լսած ես ճշմարտության մասին չեմ լսած ես Աստուծո ճշմարտության մասին չեմ լսած չէ ամեն ագանջ պիտի լսե եւ սիրելիներ հետաքրքրական բան մնալ գա ուրիշ հրեշտակը ինչ լեզուներով խոսեցավ ինչ լեզվով խոսեցավ հայերեն Սիրելիներ, բայց քանի լեզուներուն համար խոսեցավ, քանի ժողովուրդներուն համար խոսավ։ Բոլոր ժողովուրդներուն, բոլոր լեզուներուն, չէ՞։ Ետ կխնդրեմ նախկին համարի երտանք 6-րդ համար նայեցեք ինչ կսե։ Ուրեմն որ հավիտենական ավետիսմ ուներ քարոզելու երկրի վրա բնակող բոլոր ազգերուն, ցեղերուն, լեզուներուն, ժողովուրդներուն։ Հրեշտակը ինչ սիրելիներ, եթե աշխարհի մեջ այսօր 365 հատ լեզու կա, 365 անգամ բորած կանչեց նույն բանը։ Ոչ։ Այն մեկ աստվածային երկնային լեզվով խոսեցավ, բայց բոլորն ալ ինչ եղան, հասկացան այդ լեզուն։ Երկնքի մեջ ինչ լեզվով պիտի խոսենք։ Մեկ լեզվով։ Սուրբերը սիրելիներ քանի լեզու կհասկանան։ Սուրբերը մեկ լեզու չեն հասկանար։ Սուրբերը երկնային լեզու կհասկանան։ Ադոր համար
եթե Սուկրիկոլ ուսավորչին ես հայերենով գխոսիմ, եթե չինացիմը Սուկրիկոլ ուսավորչին աղոթե Սուկրիկոլ ուսավորչի չի հասկնար։ Ինչ գսե որ ներողություն, չին չանչոնք, չեմ հասկնար այսինքն, չի ադանք ման չգա, սիրելիներ, պարավոր սուրպերը չունին այդ բանը, որովհետև Աստված սիրելիներ հասկնալու կարողություն գուտա ամենուն եւ ասիկա կարևոր է։ Ահա սիրելիներ, այստեղը հրեշտակը, որ բարձրացային գխոսի, 3 հրահանգներ գուտա, 3 հրամաններ գարցագե, 3 հատ։ Ինչ են այդ 3 հրամաններ, նայեցեք։ Վախցեք Աստուծմե, երկրորդ, փառք տվեք անոր, երրորդ, երկրբակեցեք արարիչին։ Վախցեք Աստուծմե, փառք տվեք անոր, երկրբակեցեք արարիչին։ Հիմա սիրելներ, հագարակ անոր որ ներին իշխանության ժամանակ շատ ահավոր եւ սարսափելի պիտի լա եւ այդ ժամանակ Աստուծո խոսքերը ավիդարանին լույսը դարաձողներ պիտի չլան թշպախտապար գամ անոնք որոնք իսկապես Աստուծո լույսը քաչությամբ Աստուծո խոսքերը քաչությամբ անվախությամբ գդարածեն այդ օրերուն պիտի ինչը լան նահատակվին պիտի սպանվին ինչպես որ երկու Աստուծո վկաներն են հիշեցեք եւ շատեր պիտի նահատակվին Աստուծո խոսքերը կարողացողներն եւ գամ սիրելներ այդ օրերուն պիտի ինչը լա մարդիկ պիտի վախնան Աստուծո խոսքը կարողելու եւ ինչպես ասի ցանցերուն վրայեն ամեն տեսակ լրատվական միջոցներն ամբողջությամբ պիտի Աստուծո խոսքը վերցվի եւ գիտեք աշխարհի վրա ինչ պիտի լա սով գիտեք ինչ է սովը անօթություն եւ սակայն ոչ թե հացի սով ոչ թե սիրելներ ճուրի սով այս մասին գիտեք ով գխոսի Աստված Ամոս մարգարեին բերնով 5 դագարանի Ամոս մարգարեին բերնով գրեցեք ձեր մոդը Ամոսի մարգարեություն 8-րդ գլուխ 11-րդ համար Աստված գսե Ամոսին բերնով տեսեք ահա օրեր գուքան գսե դեր Եհովան երբ երկրի վրա սովը պիտի ղրգեմ ոչ թե հացի սով եւ ոչ թե ճուրի ծարավ այլ դիրոջ խոսքերը լսելու սով ասիկա վախնալիք է Աստուծո խոսքերը լսելու սով պիտի դիրե աշխարհին վրա ահա սիրելներ այդ ժամանակ է որ այս հրեշտակը պիտի հայտնվի եւ որ աշխարհի վրա աշխարհի երեսին Աստուծո խոսքերը կարոզող չմնա երկու վերջին վկաները սպաննվին հրեշտակի երկինքեն պիտի հայտնվի չեմ գիտեր սիրելներ ամիգա դեսանելի ծևով պիտի լա լսելի ծևով պիտի լա կամ մարդոց սրդերու մեջ չեմ պիտի արցականքվի չեմ գիտեր բայց ինչ որ այստեղ մենք հիմա կգարտանք որ բարձրացային հրեշտակը պիտի սենք ինչ պիտի ասե ասի որ 3 հրանքներ գուտա եկեք մեկ առ մեկ գարչ ամփոփ խոսիմ այս 3 հրանքներու մասին առաջին սիրելներ ինչ կհրանքվի գսվի վախցեք Աստուծմե ինչ կնշանակե վախնալ Աստուծմե վախնալ չի նշանակեր սիրելներ սարսափիլ թողալ զարհուրիլ հագարականոր որ անոնք որոնք անհավատ մնան մինչև վերջ ինչ պիտի լան պիտի զարհուրին սիրելներ պիտի թողան ինչպես որ երբ որ մենք սերդեցինք 6-րդ գլուխը դեսանք թե ինչպես թակավորներ իշխաններ ազատ մարդիկ կամ կերեվարված մարդիկ քարնուգին ահեն պիտի լերներ մեր վրա թափեցեք եւ ծածկեցեք մեզ գիշեք չէ երբ որ սերդեցինք 6-րդ գլուխը 15-ն 17 համարները բայց այստեղ վախնալ կնշանակե ինչ երգյուղ ունենալ գիտեք ինչ է երգյուղ երգյուղին կնշանակե մեծ հարկանքով վախ ունենալ մեծ հարկանք ունենալ ագնածիլ ինչպես որ օրինակ ամեն գիրակի սուրբ բادرակի ժամանակ երբ որ հաղորդության կհրավիրե Սարգսակի ժողովուրդը ինչ կսե երգյուղիվ եւ հավատով
հարաճ մադիկ։ Երգյուղով եւ հավատքով արժեվ եկեք մոդեցեք։ Ոչ թե խեղգադագությամբ, ոչ թե փած գուրցկերով, քլխապած, ոչ թե մերգանտամ, ոչ թե գադագելով, ոչ թե անեցկով, ոչ թե իրար հրմշտգելով, երգյուղիվ, այսինքն ագնացանքով, հարկանքով, ինչպես որ զավակը երգյուղ գունենա իր հոր հանդեպ, առավել ևս մարդը Աստուծո հանդեպ։ Եվ հիշեցեք սիրելներ, ինչ է իմաստության սկիզբը գսե Արագածը։ Աստուծո վախը։ Արագած գրքի առաջին գլխու 7-րդ համարի մեջ գսե սկիզբն իմաստության երգյուղ դյարն, այսինքն իմաստության սկիզբը դիրոջ վախն է։ Իսկ ինչ կնշանակե դիրոջ վախ։ Չէ որ սիրելիներ սեր եւ վախ Հովանես Արաքյալ գսե կովկովի չեն գրնար կալ։ Ինչպես կրնա սիրող Աստուծմե վախնալ։ Չէ որ եթե Աստված սեր է ինչպես վախնանք։ Սեր եւ վախ կովկովի չի կար։ Չէ, այդ վախը չէ սի։ Այլ վախը գիտեք ինչ է։ Իմաստության սկիզբը դիրոջ վախն է։ Նույնպես գրեցեք ձեր մոտ Արագած Proverbs 8-րդ գլուխ 10-րդ համար, 13-րդ համար։ Գիտեք ինչ կսե։ Ինչ է դիրոջ վախը։ Դիրոջ վախը չարությունը կամ մեղքը ադել կնշանակե։ Ուրեմն ինչ կնշանակե դիրոջ մե վախցեք։ Դիրոջ մե վախցեք կնշանակե չարութենե հերու գեցեք։ Չարիկե, մեղքերը, բղձությունները հերացեք։ Գրաբաշտութենե հերացեք, այդ կնշանակե սիրելիներ, չարիկե հերու գեցեկը, որովհետև Աստված չուզեր որ մարդ կորսվի, այլ Աստված կուզե որ բոլորն ալ փրկվին։ Շատ բարի։ Երկրորդ խոսքը, փառք տվեք անոր։ Փառք տալ Աստուծո, ինչ կնշանակե փառք տալ, գիտեք, փառք տալ կնշանակե ջանչնալ Աստուծո զորությունը եւ կնշանակե նաեւ անոր ընձայել արժանի բադիր, արժանի մեծարանք, փառապանություն։ Երկնքի մեջ բոլոր էյագները, լան անոնք 4 գենտանիները, որոնք կահին շուրջն են Աստուծո, լան 24 երեցները, լան միլիոնավոր հրեշտակները, երկնքի մեջ ինչ կնեն, կփառապանեն, փառք գուտան Աստուծո անունին։ Մենք այս մասին տեսանք, երբ որ 4-րդ գլուխը գսերդեինք, հատկապես 9-11 համարները։ Նաև սիրելիներ, անոնք որոնք երկրեն երկինք պիտի ելեն եւ դիրոջ ներկայությամբ պիտի ապրին, եւ որ հասնենք 19-րդ գլխու սերդողության, այնտեղ պիտի տեսնենք 6 եւ 7 համարներու մեջ, որ Աստուծո անունը պիտի փառապանեն։ Շատ բարի։ Սիրելիներ, մենք Աստուծո փառք ուտանք, այո, պետք է միշտ փառք տանք, չէ՞։ Բայց ցամը գա այստեղ որ ամեն մեկս պետք է անդրադառնա։ Հաջող սիրելիներ փառք ուտանք Աստուծո, բայց վերջը Աստուծո գերանանք, Աստուծո բադվիրաններեն գերանանք եւ դարձյալ ինչ կգործենք, մեղքեր կգործենք։ Ան որ Աստուծո փառք ուտա, պետք է ապրի ինչ կյանքը, անմեղատրելի կյանքը, սուրբ կյանքը։ Որովհետև երկնքի մեջ ով պիտի Աստուծո փառք տա, սուրբերը։ Ադորամար Աստված ասավ սուրբ եղեք, ինչպես որ ես սուրբ եմ։ Գրնանք սուրբը լալ։ Եթե չենք կրնար սուրբը լալ, Աստված պիտի չսեր որ սուրբ եղեք։ Ուրեմն գրնանք սուրբը լալ։ Եվ որ բայկարինք ինչիդ եմ, գամավոր մեղքերուտ եմ, մեր գամավոր մեղքերուտ եմ, իսկ ագամա մեղքերուն համար արցունք տապենք։ Անոնք, սուրբերը անոնք են, որ հաղթեցին իրենց գամավոր մեղքերուն, իսկ ագամա մեղքերուն համար արցունք տապեցին։ Եվ ուրիշ բացատրություն են արգար սիրելիներ փառք տալ Աստուծոյի մեջ։ Եվ որ մենք կսերդե դարիներ առաջ Հովանու Ավիդարանի 9-րդ գլուխը, այնտեղ իձնե գույրին մասին էր բացմությունը։ Գարտացեք դուրը, իձնե գույրը, եւ որ Հիսուս բժշկեց ինք, եւ իձնե գույրը, իձնե երևակայեցեք, երբեք չի տեսած կյանքի մեջ։ Ուրախացավ,
Հրեաները սկսան զինք մեղադրել ինչու համար շաբաթ օրով քեզ բժշկեց Հիսուս։ Քանի որ գիտեք որ հրեաները շաբաթին քերին էին, չէ՞։ Եվ սկսավ ասել որ ան որ զիս բժշկեցինք ինձ իսավ արմայջդ կնա եւ ասին որ Փառք դուր Աստուծո որ Փառք դուր Աստուծո այսինքն մեղքերդ խոստովան է ուրեմն Փառք դուր Աստուծո նաև կնշանակի ինչ մեղքերդ խոստովան է ահա սիրելիներ այս բացատրությունը ծեր մտքի մեջ ունենալով հիմա եկեք կարդանք հրեշտակին այս խոսքը երբ որ այս երկրի մեղավորներուն գսե Փառք դվեք անոր ինչ կնշանակե ուրեմն ծեր մեղքերը խոստովանեցեք շարունակությունն նայեցեք ինչու որովհետև հասավ ժամանակը որ անիգա թադե մարդկությունը որովհետև սիրելիներ եթե Թադաստանի ժամանակ է հավատացյալները գրնան փառք տալ որովհետև վերջապես ցեմ վերջապես դեր մեր արտար թադը պիտի տեսնես ինչպես որ մենք գարտացել ենք չէ 6-րդ գլխու 10-11 ամառներու մեջ արտար դեր մինչև երբ մեր թադը պիտի չտեսնես Ուրեմն եթե արտարներուն ուղված լար մենք փառք պիտի տայինք Աստծո բայց սիրելիներ մեղավորները փառք կրնան տալ Թադաստանին համար ոչ ուրեմն հիշեցեք այստեղ փառք տալ կնշանակե մեղքերը խոստովանեցեք ձեր մեղքերը փառք դուր Աստուծո մեղավորին երբ որ գսենք ասել գուզենք որ մեղքերդ խոստովան է փառք դուր որ Աստված դեր արիտ կուտա քեզի ինչի ապաշխարելու արիտ կուտա քեզի դարձի Փառք դուր Աստուծո որովհետև եթե Աստված իր համբերությունը հադածելար քեզ հիմա ինչ կներ գործանած կլար գրծապացադրել սիրելներ եւ վերջապես երրորդը երգրբակեցեք երկինքի երկրի ծովուն եւ ճուրի աղբյուրներու արարիչին ինչ կնշանակե երգրբակել երգրբակել փարացի նայեցեք երկու բառերը գազմված է երգիր Բաքանել, բաքնել, ինչ նշանակե բաքնել, համբուրել, մաչել, բաչել, աբրիկ։ Ուրեմն երգիր բաքնել կնշանակե կեդին խոնարհիլ եւ կեդինը համբուրել, ասիկա փարացի։ Բայց հոգեվոր իմաստով երգրբակել կնշանակե բաշտել, փարապանել, դերը կովապանել, երգրբակել։ Ստագե, շատ լավ։ Սիրելիներ Աստված կուզե որ մենք զինք բաշտենք։ Աստված մեր բաշտամունքին գարիք չունի, աբրիկ, ով ասավ։ Այո, Աստված մեր բաշտամունքին, մեր փարապանության գարիք չունի։ Նայեցեք հոգևոր հայրս այս մասին ինչ կսե։ Գսե Աստված մարդոց երգրբակության փառքին եւ բադին բեք չունի, բայց մարդ արարածը իր գենցաղի մեջ երկու ջամփա ունի։ Գամ քազանին արչև երգրբակություն բիդենե, փառք դա անոր եւ բադիվ, գամ ալ Աստուծո։ Միջին ջամփա չգա։ Հիսուսը սավ երկու դերերու չէ կրնար ծառայել։ Մարդը, որբեսի դրսևորե իր ինքնությունը, պետք է երգրբակե, փառավորե եւ բադվե Աստված կամ չարը։ Աստուծո բահանջքը պաշտամունքի, թե մեկ կողմ է, որբեսի մարդը գարենա իր ներսը եղած արդահայտել, Աստված գուզե որ զինք պաշտեն, որբեսի մեր մեջի եղածը արդահայտենք, եւ թե որբեսի իր ընտրությունը արդահայտե Աստված մարդոց սիրտերը գգարտա հետեւաբար մարդոց պաշտամունքը իրենց ներաշխարհին վկայությունն է հիմա Զարեսրբազանը գսե Աստված պաշտելու ընտրությունը ազատ է որ կպաշտես Աստված կամ չես պաշտել ազատ է ամեն մարդ բայց նայեցեք իսկ սատանան պաշտելու ընտրությունը բռնաթաթված է ըստիբողական է մենք տեսանք չէ 10-րդ գլխու մեջ որ երկրորդ քազանը ըստիբեց մարդոց պիտի ըստիբե մարդոց որ երգրբակեն քազանին Աստված չստիբեր մարդոց Աստված չստիբեր որ իրեն երգրբակես պաշտես Աստված հրավեր գուղե եթե գտնունիս այդ հրավերը գտնունիս եթե ոչ հիշեցեք սատանան այս յանքի մեջ են մեզ մե ինչ կուզե հարստություն ունեցվածք Սատանան սիրելեր այս յանքի մեջ է մեզի փամուչուզեր ընդհակառակը Սատանան ինքն է որ մեզի հարստություն գարաչարգե Հիշեցեք անաբադին մեջ երբ որ սատանան փորձեց Հիսուսը
Անոր երրորդ փորձությունը ինչ էր, անոր բարձր դեղը դարավ եւ ցույց տվավ Հիսուսին աշխարհի բոլոր թակավորությունները եւ անոնց փառքը եւ ասա որ այս բոլորը քեզի գուտամ անոր դիմացը մեկ բան ինձ ինչ է երկրբակել կնշանակե բաշտել եւ Հիսուս ինչ է սավիրել Եդիսկնա սադանա որովհետև օրենքի կիրքի մեջ գրված է երկրորդ օրինաց կիրքն ասկա 6-րդ գլուխ 8-րդ 10 ուղեղը սկեցավ երկրորդ օրինաց կրքի 6-րդ գլխու 10-րդ համար ուրեմն Հիսուսը ասա որովհետև օրենքի կիրքի մեջ գրված է միայն քու դեր աստուծույթ երկրբակես եւ անոր բաշտես Ահա սիրելիներ գտեսնեք որ սատանան ինչ կուզե որ մարդիկ երկրբակեն իրեն Եվ հիմա այստեղ Արաքյալը Հովանես Արաքյալ գտեսնե որ ռեշտակ երկինքեն գուկա եւ գսե մարդոց երկրի մարդոց Ով երկրի մարդիկ Այս ները այս հագա Քրիստոս այս սուտ Քրիստոսը որ ցես խափեր է ցեզի ցույց տալով որ ինք իրեն կպատկանի այս աշխարհը Բայց այդ ները զորություն չունի մի աստվիկ անոր գադարած քանի մը հրաշներեն որովհետև իրականության մեջ անիգա գստիբեց ես որ զինք բաշտեք սակայն անիգա ժամանակավոր է եւ անոր վախճանը որոշված անիգա պիտի քանթվի իր դիրոջ սատանային հետ միասին Թուք բաշտեցեք որու Թուք երկրբակեցեք որու Աստուծո նայեցեք ինչ կսե երկրբակեցեք որու երկինքի երկրի ձովուն եւ ճուրի աղբյուրներու արարիչին այլ խոսքով երկնքի եւ երկրի արարիչի բաշտեցեք Նույնը սիրելիներ եւ որ Պետրոս Արաքյալ եւ Բարնաբաս կացած էին Լիստրա Կորցկարակելոց 14-րդ գլխու մեջ կգարտանք այնտեղ նույնը ասին ժողովրդին ասին որ ետ դարձեք Աստուծո եւ բաշտեցեք երկնքի երկրի եւ ձովու արարիչին որ ամեն ինչ ստեղծած է Սիրելիներ միայն Աստված արժանի է բաշտամունքի միայն Աստուծո թիմաց պետք է երկրբակենք հիմա կհասկանաք թե ինչու համար առաջին քրիստոնյաները չէին երկրբակեր գայսին Չէին երկրբակեր ովև մեկ գուրքի, գասկնակ ինչու, որովհետև երկրբակել կնշանակե բաշտել եւ քրիստոնյաները գսեին թակավորներուն, գայսերուն, մենք ծեր ծարաներն ենք, ինչ որ գուզեք գնենք, բայց միայն մեկ հոգիի կբաշտենք, միայն մեկ հոգիի երկրբակենք, երկնքի երկրի ու ձովու արարիչին, Հիսուս Քրիստոսի, անոր համար էր որ սիրելներ, երդասարդ, գին, դղա մանուկ, ձեր, գրոնավոր, աշխարական, արույցներու պերանը գնետվեին և գնահատակվեին, որովհետև չէին երկրբակեր։ Այսօր թշպախտապար մարդիկ երկրբակեն ոչ միայն մարդոց թերասամներու, խաղցողներու, ոչ միայն ինչքիդամ զանազան ղեկավարներու, այլ կբաշտեն թրամ, հարստություն, ունեցվածք, արարգա եւ այդ պիսով թշպախտապար գեհերանան ճշմարիտ Աստված բաշտութենեն։ Ավարտելու համար սիրելիներ, տեսեք այս բոլոր հրեշտակը երկինքեն գսե։ Հիմա որովհետև գսե ժամանակը հասավ։ Ինչի ժամանակը Թադաստանի ժամանակը շուտով գուկա եղբայրներ եւ քույրեր։ Թադաստանի ժամանակը գուկա ամենքս Աստծո դիմաց մի գանքնենք ինձ մեզ սկսյալ ամենքդ գրնանք իրարու եւ մարդոց աչքին սուրբ երևիլ գրնամ ես ցեզի սիրելներ սուրբի պես երևիլ բայց Աստված գիտե սիրտս Աստված գիտե կորձերս Աստված գիտե սիրելներ ընթացքս ես գրնամ ցեզ խապել բայց չեմ գրնար իմ անցիս եւ Աստուծո խապել Անոր համար ժամանակն է որ այս կյանքի մեջ են ինչը լանք սրբակրենք մենք մեզ սրբակրենք չասենք որ ինչն է մեղավոր եմ չէ մեղավոր ես առաջին բանն է որ անդրադառնաս
Երկրորդ քայլն է, որ կործես, որ մեղքերդ հրաժարիս։ Եվ երրորդ քայլը, որ խնդրես Աստծուց Սուրբ Հոգին, որ քեզ զորացնե, որ նույն մեղքերը նորեն չկործես։ Հետևաբար, սիրելի եղբայրներ եւ քույրեր, չսպասենք, որ հրեշտակը երկինքեն իջնե եւ քարոզե մեզի։ Ահա Աստծո խոսքը լսեցիք։ Եվ ամենքդ, որ հիմա գլսեք, եւ ամենքը, որ պիտի լսեն այս դեսահոլովակը, որ լսեց Աստծո ցերկեն ազատում չունի։ Ինչու՞, որովհետեւ հավասիկ արդեն իսկ ըսվեցավ ճշմարտությունը։ Եղբայրներ եւ քույրեր, հիմա որ սերդեցինք, հրեշտակին այս խոսքը դատաբարտության խոսք է, թե ոչ ավետիս է։ Ավետիս է։ Աբրիկ, հիմա հասկացաք ինչու ավետիս է։ Ճիշտ է, դատաբարտության սիրելիներ խոսքա մեջը այս ավետիսին, բայց վերջո նպատակը ինչ է։ Դարձի հրավիրել է աբրիկ, զղջումի դարձի հրավիրել է մարդիկ եւ ադիգա արդեն իսկ ինչ է փրկության ավետիս է։ Այս ավետիսը դուգացեր ընտանիքի անդամներուն դարեք, նույն ավետիսով խոսեցեք, ըսեք որ դատաբարտություն կա, բայց մյուս կողմեն ըսեք նաև սիրելներ, որ ավետիս կա, ժամանակ, քանի որ հիմա է ժամանակը, հիմա է վաղը ուշ կլա, ով գիտես սիրելներ, որ վաղը ինչ պիտի բադայի մեզ հետ, քիչ մը վերջ ինչ պիտի բադայի, այսօր եկեք դիրոջ հանցնենք մենք մեզ, մեր ընտանիքի անդամները, որբեսի ամենքս միասին հավիտենական կյանքը ժառանգենք, ամեն։ Խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք, սիրելի քույրեր եղբայրներ, եւ խնդրենք մեր մեղավոր ընտանիքի անդամներուն համար, մեր թորներուն, մեր հարազատներուն, մեր եղբայրներուն, քույրերուն, մոր, հոր, մեղավորներու դարձին եւ փրկության համար։ Խոնարհենք եւ աղոթենք։ Սուրբ ներսես շնորհալի հայրաբեդին հավատով խոստովանի մեն արդար թադավորը գարտանք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Արդար թադավոր, երբ հորդ փարկով կաս ողջերն ու մերելները թադելու, Թադաստանի մի մտներ քու ծարայիդ հետ, փրկեզիս հավիտենական գրագեն եւ երկնքի արքայությանդ մեջ ինձի լսել դուր արդարներուն ուղված երանավետ գոչը եւ ողորմե քու առածներուդ եւ ինձի բազմամեղիս ամեն
Sărăpo hegois Astvatzazi Pare Hosya Komi Yazni Hիշյադեր եւ ողորմյա Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն Հայր մեր որ հերգիս ես սորբ եղեցի անուն քո եկես Arkayotyon ko Yehitzin gam ko Vorbel sergis yegri Sats mer hanavazor Sor Tomezas vardis me vorbes yerme tohung merots vardabanats yemidanis mezi Զիկոյ է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ քիրերուքի շնորհացն սրբո օգվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցիան ցես ընդ ամենեսյանդ ամեն Աստված ցեզ հետ լա ամփորձանք ծեր դուներ հասնիկ